Ես վստահ եմ, որ հիմա դպրոցը փակվի, մեր գյուղի գրեթե կեսը գյուղը լքելու են, որովհետև միակ պահված կարևոր օղակը, այսպես ասեմ, հիմքը դպրոցն է։ Շիրակի մարզի Գետք գյուղում բնակիչների գլխավոր մտահոգությունը գյուղի դպրոցի հնարավոր փակումն է սեպտեմբերի 1-ից։ Նրանց պնդումների հիմքում 2023-ին նախարարի հրամանով հաստատված կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված դպրոցների ցանկն է։ Ցանկում այսօր ընդգրկված է 229 դպրոց, այդ թվում Գետքի դպրոցը։ Ըստ որոշման ծրագրում ընդգրկված դպրոցների ֆինանսավորումը պահպանվում է մինչև ծրագրով նախատեսված վերակազմակերպումները։ Գետքի բնակիչները կարծում են, որ այդ վերակազմակերպումը ենթադրում է դպրոցի միավորում կամ փակում։ 3 երեխաներս միասին քնում են շատ բարդ ճանապարհով, շատ անմխիթար են ճանապարհները եւ դուս դրան մի հատ էլ դպրոց են փակում միավորման սկզբունքով հաջողելու են հարակից բնակավայրից մեկը։ Մտահոգությունս հետևյալն է, ինչպես են գնալու երկար ճանապարհ մինչև Մայրուղի հասնելը իմ երեխաներս 5 րոպե 10 րոպե ճանապարհ են անցնելու, ինչպես է համակարգը գործելու։ Բնակիչների խոսքով Գետքի 72 աշակերտ այս տարվա սեպտեմբերի 1-ից պետք է հաճախի 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Երազգավորս գյուղի դպրոց երկրորդ հերթով։ Նրանք դեռ 2023-ին լուրն իմանալուց հետո բողոքի ցույց էին արել, փակելով Գետք-Ղարիբջանյան ճանապարհը։ Այդ ժամանակ, որ բողոքի ակցիա բարձրացավ, այստեղից մի քիչ վերև ճանապարհը փակվել էր, դպրոց այս գյուղացիներին մոտեցավ Շիրակի մարզի կրթության վարչության բաժնի պետը, ինքն էր այդ ժամանակ խոսքի մեջ հանգստացրել գյուղացիներին, որ հենց ինչ եք խառնվել, բառացի ցիտում եմ, որ ինչ եք խառնվել, ընդամենը հրամանն է եկել, նոր կառուցված դպրոցը չկա, դրա համար հանգիստ նստեք, ինչ որ մի բան կլինի։ Շիրակի մարզի 5 գյուղ ապրիլի 21-ին կառավարություն ուղարկած կոլեկտիվ հանրագրով դժգոհություն էր արտահայտել փակվող դպրոցների կապակցությամբ։ Հանրագրերը ստորագրել էր ընդհանուր 494 հոգի, Գետքում 84 հոգի։ Մայիսի 15-ին նախարարության պատասխանն են ստացել, որում ասված է, որ ներկայումս կառավարության որոշման որևէ նախագիծ չի շրջանառվում։ Հետևաբար միավորվող դպրոցների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել հնարավոր չէ։ Հիմա նորից այդ լուրը մենք իմացել ենք, տեղեկացել ենք, որ դպրոցի փակման օրակարգը նորից ուժի մեջ է, ուղղակի մոտակա հունիսի 7-ով պայմանավորված երևի իրենք փորձում են շեղել, այլ ուղղությամբ տանել, որի պես չի փակվելու կամ մինչև 100 աշակերտը չի փակվելու։ Բնակիչների խոսքով ուզում են փակել մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները, որոնք նաև բարեկարգ չեն։ Գյուղի դպրոցը գործում է 1988-ից։ Տնօրինությունը չթույլատրեց նախընտրական այս շրջանում նկարահանում իրականացնել դպրոցի ներսում, խոսել ուսուցիչների, աշակերտների ու այլոց հետ դպրոցի տարածքում։ Սակայն, ինչպես նշում են բնակիչները, դպրոցը վերանորոգված է, ունի լաբորատորիաներ, արևային կայան, ատեստավորված ուսուցիչներ։ Դպրոցի կահավորված լինելը երևում է նաև դպրոցի ֆեյսբուքյան էջում առկա լուսանկարներից։ Ներկայումս ունենք 10-ից ավել բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար սովորող ուսանողներ։ Մեր դպրոցը բավականին լուրջ, լավ դպրոց է, ամրացված։ Մեր դպրոցը երբեք դժգույն ու մռայլ չի եղել։ Մեր դպրոցը ունի 6 ատեստավորված բարձրակարգ մանկավար եւ դպրոցը մեր ընդհանրապես փակվելու պիտանի չէ։ Նախարարությունից դեռ փետրվարին նշել էին, որ դպրոցների փակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, սակայն Գետքի բնակիչները չեն հավատում այդ հավաստիացումներին, քանի որ իրենց երբեք ուղիղ չեն հավաստիացրել, որ դպրոցը չի փակվի։ Համակարգը, որ ասում են բարեկարգում ենք, բարելավում ենք դպրոցների պայմանները, թող լինի մեր գյուղում, մնան երեխաներին բնակավայրումս, իր գյուղում սովորող երեխան ավելի լավ կապված կլինի իր բնակավայրում, չի լքելու գյուղը, ավելի շատ հնարավորություններ տեսնելու իր գյուղի մեջ։ Փակվելու դեպքում իրենք պատրաստ են անգամ դատարան դիմել։ Գյուղի վարչական ղեկավարը չցանկացավ հեռախոսով մեկնաբանել դպրոցի փակման լուրերը։ Դպրոցի տնօրինությունն էլ ասաց, որ նախընտրական շրջանում չեն ցանկանում մեկնաբանություն տալ։ Թե ինչ կլինի գյուղի դպրոցի ճակատագիրը, ցույց կտա գալիք սեպտեմբերը։ Բնակիչներն այնուամենայնիվ հույս ունեն, որ դպրոցի փակում կամ միավորում չի լինի։